Գրտնակի 17 հարվածով է որդին սպանել մորը։ Ռուզանի 20-ամյա տղան Էդիկը իրավապահներին պատմել է, որ այնքան է խփել, մինչև արյուն է եկել մոր բերանից, լսել են գյուղացիները։ Նախ մարդ սպանելն է դժվար բան, իսկ մոր սպանել էդի, չգիտեմ, էդի հազարապատիկ հանցագործությունը։ Մերը ասելա դու ոնց որ ծխել ես այսօր։ Ծխախոտի հոդ եմ առնում, ինչ որ կարող անգաջա քաշե որպես ծնող թե ջայել ես խես ծխում բան, ասում դրա վրով ինքը ասում անձի խփեց, ես էլ գրդնագով խփեցի, գրդնագը գիտեք չէ ինչ են հաց են թխում գրդնագը։ Ասում ես էլ գրդնագով սպանել եմ իրան։ Կիսաքանդ շենքի այս մասում է Էդիկը թաքցրել մոր մարմինը։ Սկզբում ձյունով է ծածկել, ծնհալից հետո 5 ամիս շարունակ մի քանի օրը մեկ հող է լցրել դիակի վրա։ Ասելա որ մամային թաղել եմ ցան մեջ պահել է։ Միջև որ հալվել է, արդեն հողը երևացել է, տեսել եք տեղը որտեղ է։ Տարել այնտեղ չել փոսել չի փորի համայրա հողով է ծածկել, ոչ թե փորել է, մի ստից է փորել։ Հողով ծածկել, անձրևների ընթացքում հողը տարել է, ինքը նորից ծածկել է։ Լապատկով ասենք օր մեջ 3 մորը ծածկի, անձրևը հողը տանի, ինքը հետա ծածկի։ Այսինքն այդ մարդը բնականաբար պակաս է ուրեմն ուղեղից։